Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի տնօրեն հանրային գործիչ Նայիրի Հոխիկյանին, ողջույն Նայիրի։ Ողջույն։ Ինչպես է տրամադրությունները հետընտրական շրջանում։ Սպասելի էր այն ինչ տեղի ունեցավ, բայց հանրության առումով, ժողովրդի առումով խորը հիասթափություն։ Այս պարագայում եթե ձեզ համար սպասելի էր, ապա այդ խորը հիասթափության փուլը ինչ պարագայում համակեց, ինչ պարագայում եկավ։ Տեսեք, սպասելի էր, որ իշխանությունը կամ ինչպես օրինակ ես սիրում եմ ասել, իշխող ռեժիմը պիտի գնար համատարած կեղծիքների, պիտի այսպես ճնշումներ գործադրեր, պիտի թիրախավորեր ընդդիմությանը, հիմնական ընդդիմադիր ուժերին։ Սա սպասելի էր, այդ թվում թվեր նկարելը, այդ թվում ինչպես տեսանք ժամանակից շուտ իրեն հաղթող հռչակելը։ Խորը հիասթափությունը հանրությունից է որպես այդպիսին, ես ընտրություններից առաջ ասում էի, որ սպասում եմ մոտավորապես 37-38% Նիկոլ Փաշինյանի օգտին։ Եվ միշտ այսպես քննարկումների ժամանակ ասում էի, եթե տեսնենք, ասենք, թվեր կնկարեն բնականաբար, ճնշումներ կլինեն, եթե կեղծիքները լինեն 5-7%-ի շրջանակում, 5%-ի շրջանակում կհամարենք, որ նորմալ է իրավիճակը, հանրությունը այնուամենայնիվ նորմալ է, ոչ թե լավ է, այլ որ բնական է, հա, իրավիճակը։ Եվ հանրությունը որպես կանոն մերժել է։ Եթե ասենք 35-37% ստանար հանրությունից, ընտրողներից, դա կարող ենք ասել, որ մերժել էր, բայց մի բան է դա, այլ բան է, ասենք 49% ձայն, եւ մենք լավ ենք հասկանում, որ այդ 49%-ից ոչ, իհարկե, ինչ որ մի բան իրենք նկարել են, ինչ որ մի բան կազմակերպել են, բայց հաստատ ասենք մի 20% չեն նկարել։ Ի վերջո հանրությունը գնացել թեկուզ եւ վախի ազդեցության տակ, ի վերջո ընտրակեղծիքը միայն փող տալը չի, չէ՞, ընտրակեղծիքը նաեւ վախեցնելն է, ընտրակեղծիքը վարչական լծակներն են, ընտրակեղծիքը մարդկանց, մի խոսքով, այն ինչ որ տեղի ունեցավ, բայց որ այսպիսի համատարած պիտի հանրությունը չունենար քաղաքացիական գիտակցություն, այն մարդիկ ովքեր ընտրեցին, հա, եւ այդպես լայնամասշտաբ ենթարկվեին իշխանության կեղծարարություններին, զեղծարարություններին եւ ճնշումներին ես չէի սպասում անկեղծ։ Նայիրի, բայց տեսեք, իրականում ընդդիմությանը ձայն տվածների քանակը բավական մեծ է, եթե մենք համեմատում ենք 26 թվականի ընտրությունների հետ։ 21-ի։ Այն ներողություն 26-ի ընտրությունները համեմատում ենք 21-ի հետ եւ այս անգամ ակտիվությունն էր բավական բարձր, ընդդիմությանը ձայն տվողները այսպես շատ կոնկրետ ունեին որոշում, որ պետք է միանշանակ մասնակցեն ընտրություններին, եթե անգամ նախորդ ընտրություններին չէին մասնակցել, որը ամեն դեպքում 21-ին այդ ակտիվությունը մենք չտեսանք, նաև հետպատերազմյան ապաթիա գոյություն ուներ երկրում, սա էլ իր գործն արեց 21-ին, բայց այս անգամ մի տեսակ ավելի այսպես պատրաստական էին, որ իրենց ձայնը պետք է անպայման տեղ հասցնեն։ Արդյոք մենք պետք է ամեն դեպքում վստահ լինենք կամ թեթև կասկածի տակ դնենք իրենց գրած 49%-ի պահով։ Ես օրինակ կարծում եմ, որ դա շատ ավելի քիչ է եղել, հենց այն տիրույթում է եղել թվերը, ինչի մասին որ դուք ասում եք, այլ 35-37։ Հա, ես մինչև 40-ի հաշվարկն եմ ունեցել մաքսիմում։ Իսկ ինչն է խանգարում։ 20% չէ, բայց 7%-8%-ը դա էր էլի, որովհետև տեսեք, ինչքան էլ որ ձգեցին, բայց միևնույն է 50+ չստացվեց։ Այդ ձայները եւ ընթացքը նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դուք երբևէ ընտրական գործընթացներում նաեւ նախկինում երբ լրագրող եք աշխատում դուք տեսել եք որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցնի հաշվարկը ասի մնացածը լուսադեմին կանենք այդպես բաներ տեղի չունեցել չէ ԿՀ-ի պատմության մեջ խայտարակություն հա այսինքն այնպիսի բաներ ա տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում եւ ելքի ժամանակ արդեն երբ որ փակել էին ընտրատեղամասերը որ ամեն ինչ էլ կարող ես մտածել Դրա համար այդ 49-ը չգիտեմ,
Մի քիչ կասկածելի է դա։ ԿՀ-ի առումով համամիտ եմ, այդպիսի բան մեկ էլ 90-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ եմ ես տեսել 96 թվականին, այո։ Օրինակ այն ժամանակ հայրս ընտրական հանձնաժողովի նախագահ էր, ոստիկանությունը առևանգել էր հայրիկիս, որ հա պիտի փոխեն տվյալները, հետո վերցրել էին, ասել են լավ, առավոտյան մենք նոր տվյալներ կտանք։ Մոտավորապես նույն բանն է։ Դե այստեղ էլ չէ, ժամը 20-ից հետո ընտրատեղամասեր տարան ինչ որ բանը վաշտ զինվորական կորպուս մի մեծ, միջև կեսգիշեր քվեարկում են։ ԿՀ խայտարակություններ այդ առումով միանշանակ։ Ես չեմ ասում թե 49% ձայն են ստացել։ Իհարկե ձայն չեն ստացել այդքան, բայց նաև 35% էլ չեն ստացել, էլի։ Գիտեք, 10% ձայնը, հա, կամ 15% ձայնը դա մի քանի 100,000 մարդ է։ Եվ վստահաբար այդքան մարդկանց ձայն չէին կարող իրենք նկարել։ Իմ կարծիքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, մոտավորապես 30-40 մինչև 50,000 ձայն են իրենք որպես այդպեսին նկարել, որպեսզի կարողանան ստանալ որակյալ մեծամասնություն։ Մենք գիտենք, որ կա սահմանադրական մեծամասնություն եւ որակյալ, այո։ Հիմա այս պարզ մեծամասնությունը որպես այդպեսին իրենք իհարկե թվեր նկարելով են ստացել։ Հետագայում մենք իմանանք թե ինչպես են նկարել կամ մեզ համար պարզ է, բայց ես կեղծիկ երբ որ ասում եմ կեղծված ընտրություններ, ես նկատի ունեմ նաև այն իրավիճակը, ինչ որ հանրությունը վախից ելնելով, քիչ առաջ մենք խոսում էինք, չէ, վախի մթնոլորտի մասին, վախից ելնելով ընդառաջեց իշխանության պահանջներին, այդ ոնց ասենք ստիպելուն, սպառնալիքներին, ասում եք, որ հանրությունը որպես այդպիսին ընդդիմությանը ընդառաջ է գնացել։ Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ մարդիկ լինելով ընդդիմադիր հայացքների տեր, հատկապես պետական պաշտոնյաներ, դպրոցների տնօրեններ եւ այլն, գնացել են աշխատել են ՔՊ-ի համար եւ ձայն են տվել ՔՊ-ին եւ քարոզել են ՔՊ-ին լինելով ընդդիմադիր։ Այո, բազում մասնավորապես այդ դեպքերը մարզերում են եղել շատ մեծ քանակի Երևանում էլ այո չեմ բացառում մարզերում դա եղել է համատարած բնույթ, համատարած, որի արդյունքում մենք ունենք այս։ Դե իմ ասած խորը հիասթափությունը այսպիսի երևույթների մասին է։ Հիմա ուզում եմ գիտեք ինչ, նայրի, այ ինչն է խնդիրը, որ մեր հասարակությունը այսպիսի կոնֆորմիստական դրսևորումներ ունի։ Ինչ ենք մենք բաց թողել, նույն հանրային քարոզչության մեջ, հանրային ընկալումները ճիշտ եւ այսպես ավելի բացվածքով ներկայացնելուց ինչն է խնդիրը, որ մեր հանրությունը միշտ շատ լավ գիտակցում է ինչա կատարվում, մեծամասամբ ամեն դեպքում գիտակցում են, գիտեք, այնպես չի որ չեն հասկանում, բայց երբ որ վճռական պահը գալիս է, այդ վախը, այդ ինքնագրաքննադատ լինելը իրեն տանում է քվեատուփի մոտ ու էլի նորից կրկնել է տալիս այն սխալը ինչը որ արել է։ Ինչն է պատճառը ձեզ։ Իմ կարծիքով այս ընտրությունները այդ առումով շատ արժեքային էին, քաղաքակրթական ընտրություններ էին, ընտրություններ ազգայինի եւ թշնամու միջև։ Եվ այդ առումով նաեւ կարծում եմ բյուրեղացավ ընտրազանգվածը։ Տեսեք, օրինակ Հայաստան դաշինքը, հա, եթե ավելի հստակ խոսենք, էլի չփորձենք օդում ինչ որ անորոշ բաներ ասել։ Իմ կարծիքով Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի դաշնակցության ստացած 140 քանի հազար ձայնը, 140,000, հա, կլորացնենք։ Իմ կարծիքով սա հենց այն մոտավորապես 5-ից 7%-ն է յուրաքանչյուր հանրության մեջ, կա, չէ, հայտնի անգլիացի տեսաբան Աբրահամ Մասլոուն է բերում իր Մասլոուի բուրգը դեռևս 1950-ականներին, երբ որ ասում է յուրաքանչյուր հանրության մեջ կա 5-ից 7% ազգային հատված մարդիկ, որոնք շատ լավ են հասկանում ինչ է կատարվում իրենց երկրում, նվիրյալներ են եւ այդ մարդիկ հստակ պայքարում են։ Հիմա իմ կարծիքով եթե մենք նայում ենք քարոզարշավը եւ ընդհանրապես նախընտրական շրջանում քաղաքական հիմնական ուժերի վարկագիծը եւ առաջ քաշած ծրագրերը, մենք տեսնում ենք ինչ էր ասում օրինակ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանը հստակ ասում էր եւ Արցախի հետ կապված եւ ցեղասպանության ճանաչման հետ, ընդհանրապես իր ծրագիրը որպես այդպիսին գլոբալ վերցրած ավելի ազգային արմատական էր, հա, մի քիչ այսպես ասենք։ Դե դաշնակցության գաղափարներն էլ մենք բոլորս գիտենք։
Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն 21 թվականի չէր ասում ես հետ եմ բերելու Արցախը, չէր ասում հադրուտն ու Շուշին։ Շուշին։ Ասում էր այն ամեն ինչը, այն ամենաեղկելին ու ամենազզվելին, ինչ որ անում է եւ ինչ որ անելու է, չի թաքցրել դեպ։ Այս անգամ ամեն ինչ ասել է։ Այսինքն ինքը չի խաբել Այո, ինքը չի խաբել։ Ի տարբերություն 21 թվականին, երբ որ ասում էր ես հադրուտն ու Շուշին հետ եմ բերելու եւ 21 թվականին շատ մարդիկ ընտրելով իրեն, հետո ասում էին, խոստովանում էին, որ իրենք խաբվել են։ Այո, ասում է Շուշիի դեօկուպացիա, չգիտեմ, հադրուտի դեօկուպացիա։ Իսկ հիմա ինչ էր ասում։ Ասում էր, որ այլևս թույլ չի տալու Արցախյան շարժում, Արցախի մասին խոսել, Արարատի մասին խոսել, եւ այն ինչ որ գիտենք, էլի հայ եկեղեցու իր ծրագրում գրված էր հայ եկեղեցու դեմ պայքար, այսինքն ամբողջությամբ դա թուրքական ծրագիր էր։ Հիմա այն մարդիկ, ովքեր հստակ գնացին Նիկոլ Փաշինյան ընտրեցին, այդ մարդիկ հասկանալով են, չէ՞ ընտրել։ Եթե առանց հասկանալու են ընտրել, դա այլ հարց է, բայց հիմա ես չեմ ուզում մենք քննարկենք թե մարդիկ հիմա էլ փորձենք արդարացնել թե առանց հասկանալու են ընտրել։ Չեմ արդարացնում, բոլորովին։ Սա իմ մոտեցումն է, ինչ արդարացնենք։ Այո։ Ասել է ամեն ինչ։ Ասել է եւ այդ մարդիկ գնացել ընտրել են։ Այո։ Երբ որ ես ասում եմ բյուրեղացվել է, այսինքն մենք հստակ տեսնում ենք Քոչարյանի թիմը իր 140,000 ընտրողներով ունի բյուրեղացած հստակ ընտրողների գիտակցված հանրություն եւ ունենք Նիկոլ Փաշինյանի ստացած այդ մոտավորապես լավ 700,000 չասենք, ասենք 600,000։ Այնտեղ մենք ունենք մի հատ էլ ուժեղ Հայաստանը, որը երկրորդ ընդդիմադիր մեծ ուժ է։ Սա այլ հարց է։ Սա ինչ նորարարություն էր մեր ընդդիմադիր դաշտում։ Արդյունքում ուժեղ Հայաստանը շատ այսպես քարոզչությունը տարավ այն ուղղությամբ, որ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է։ Ու գիտեք, ես ասեմ, որ դա շատ մեծ ազդեցություն է ունեցել նաև ընդդիմադիր հատվածի վրա, համարելով, որ եթե ասում է այս մարդը, ուրեմն հաստատ ինքն է հաջորդ վարչապետը, գնանք ձայն տանք ուժեղ Հայաստանին, որպեսզի իշխանությունը փոխենք այս Նիկոլից պրծնենք, այսինքն բոլոր այդ մարդկանց համար գլխավոր հանգամանքը եղել է սրանից ազատվելը։ Եթե իրենց դա խոստանում է Սամվել Կարապետյանը, ուրեմն Սամվել Կարապետյանի ձայն կտանք ավելի շատ, որ գնա եւ այդ հարցը լուծի։ Ինչ ունեցանք մենք ըստ ձեզ, ինչ տեղի ունեցավ եւ ինչ ելք արձանագրեցինք առհասարակ նայրի։ Սամվել Կարապետյանի անձը որպես ազգային գործիչ ասենք, բարերար ասենք, հաջողակ գործարար ասենք, ի վերջո հայրենասեր մարդ, որովհետև ես անձամբ տեսել եմ 20 թվականի պատերազմի ժամանակ, ես ինքս երբ որ կամավորագրված մասնակցում էի Արցախյան պատերազմին 20 թվականին, ես իմ ձեռքերով դատարկել եմ Սամվել Կարապետյանի ուղարկած զինատեսակներ, մասնավորապես օրինակ կորնետ տեսակի հակատանկային զինատեսակներ։ Եվ նաև բազմաթիվ նաև հումանիտար օգնություն։ Եվ դա ասենք Սամվել Կարապետյանն էլ Ադրբեջանի սև ցուցակում։ Այո, եւ նաև հետախուզման մեջ է։ Այսինքն այն, որ այդ մարդը ազգային գործիչ է, անձամբ ես չեմ կասկածում։ Հիմա բայց այստեղ ուրիշ հարց է, մի բան է լինել ազգային գործիչ եւ լինել հայրենասեր, այլ բան է կարողանալ ստեղծել այնպիսի թիմ, այնպիսի հաջողակ թիմ, որը կկարողանա նաև հանրության մեծ մասի վստահությունը շահել։ Ես չգիտեմ, թե իր թիմը ինչպես է աշխատել, որովհետև չեմ եղել թիմի մեջ, չունեմ ներքին ինֆորմացիա, չեմ կարող ասել իրենց օրինակ աշխատանքային սկզբունքները, չգիտեմ։ Ինչ ունեցան իրենք, իմ կարծիքով ընդհանուր առմամբ իրենք կարող էին ավելի շատ ձայն ստանալ։ Իմ կարծիքով, եթե իրենք ավելի ճիշտ եւ ավելի թիրախային աշխատեին եւ մի կարեւոր բան, եթե իրենք իրենց ասացի մեջ այդքան, այդ որ ասում էին, որ մենք հաղթել ենք եւ վերջ, այդպես շատ համոզված չլինեին։ Իմ կարծիքով որոշակի իրենց մոտ ամենաճիշտ լինելու բարդույթ կար։ Ինչքանով եմ ես ճիշտ տեսել դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես տեսնում էի դա, որ իրենք անսխալականության որոշակի բարդույթ ունեն։ Հետո շատ կարևոր է թիմը ֆիլտրված, հիմա մենք մի ժամանակաշրջանում ենք, երբ որ պիտի թիմում գոնե առաջնային տեղերը, գոնե այն ֆրոնտ կոչվածը լինեն 100%-ով ֆիլտրված եւ վստահելի մարդիկ։ Ինչքանով են այդ մարդիկ իրենց բնակավայրերում, իրենց հանրային շրջանակներում, այնտեղ որտեղից իրենք կարող են, այսպես ասենք, ձայներ բերել, այդ մարդիկ ինչքանով են ձայն բերող, ինչքանով են վստահելի, ինչքանով են բարձր հեղինակություն ունեցող եւ այլն։ Չգիտեմ,
Ես կարող եմ մի քանի հոգու ճանաչել, բայց քանի որ նորից եմ ասում թիմի մեջ ես էլ մի քանի հոգու եմ ճանաչում ընդամենը եւ դա այն մարդիկ են, որոնք այսպես հանրային ավելի գործունեություն են իրականացրել կամ հայտնի փաստաբաններ են եղել, մի քանիսն են, որոնց կարծում եմ մենք բոլորս նույն մարդկանց ենք երևի թե ճանաչում։ Բայց այնտեղ կային մարդիկ, որոնց իսկապես անունները կարդում էին, ինձ ոչինչ չէին ասում։ Իսեր Աստծո, ես բացարձակ չեմ ուզում որևէ մեկին որևէ բան ասել, բայց ամեն դեպքում լինել այն էլ այսօրվա քաղաքականության մեջ Հայաստանի, որը այդքան քաղաքականություն կոչել չի, այլ լինել չլինելու խնդիր, սա հանրաքվե էր, որին կամ պետք է ասեինք այո պետությունը լինելու կամ ոչ։ Արդյունքում կրկին գալիս եմ ձեր այն տեսակետին, որ ֆիլտրվեց, հա, հասկացանք, որ մեր ժողովրդի մեծամասնությունը, ամենայն դեպս ընտրությանը մասնակցածների մեծամասնությունը ասում է ոչինչ, թող կործանի։ Տենց չի ստացվում, նայրի։ Այդպես է ստացվում։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ներողություն, ովքեր ասում են Նիկոլը վատնա հրեշա, բայց գնում են Նիկոլ են ընտրում, ես օրինակ դպրոցի տնօրեն եմ ճանաչում, անվանական չասեմ, չէ պետք չի, մարդկանց չթիրախավորեն սրանք։ Ընտրություններից մի ամիս առաջ, ասենք, պարբերաբար ինձ հանդիպելիս եւ այլն, այս ոնց է լինելու, ինչ է լինելու, ինչու է այսպես, մենք ոնց ազատվենք այս հրեշից, չգիտեմ, այսպես ու շատ ես տեսնում եմ այդ մարդու մոտ իրոք անկեղծություն, բայց ընտրությունների վերջին, ասենք, այդ նախորդող մի ամսվա ընթացքում ես տեսնում եմ տարածում է իշխանության քարոզչություն, իշխանության երգը, այն մի հատ անճաշակ հիմար երգ կա։ Կյանքի խոսքի երգերի նման։ Այո, աղանդավորական շատ կյանքի խոսքի ռիթմերի մեջ էր։ Դա է տարածում, սրտիկում Նիկոլ Փաշինյանին եւ այլն, ես ապշուտ էի, բայց հետո հասկացա, որ այս մարդը դեռ մնում է անդիմադիր, ուրիշ հարց է, որ իր պաշտոնը պահելու համար, որպեսզի մնա դպրոցի տնօրեն, այդ մարդը այդպիսի բաներ է անում։ Իսկ չի կարելի զերծ մնալ ուղղակի դրանից, թե իրենք մոնիտորինգի տակ են եւ այդ սրտիկելու հանգամանքը պարտադիր պայման է։ Կարծում եմ, որ դա խոցելիության հարց է։ Ես գիտեմ նաև օրինակ պետական պաշտոնյաների, էլի դպրոցի տնօրեն, որ համեմատենք, հա։ Ես գիտեմ դպրոցի տնօրենի, ով բացահայտ ընդդիմադիր է, բացահայտ ընդդիմադիր, երբեք չի թաքցրել իր ընդդիմադիր հայացքները եւ իհարկե դպրոցում երբեք քաղաքական քարոզչություն չի արել, բայց բացահայտ ընդդիմադիր է, ուղղակի այդ մարդը անխոցելի է եւ երբեք այդ մարդուն չեն կարողանում ճնշումների ենթարկել, որովհետեւ այդ մարդն ասում է, ես դպրոցի շրջանակում որևէ քաղաքական քարոզչությամբ չեմ զբաղվում, ես իմ աշխատանքը կատարում եմ պարկեշտ կերպով եւ որևէ կարճելու տեղիք չեմ տալիս, մի խառնվեք իմ քաղաքական բայց սրանց պարագայում ես համաձայն եմ ձեզ սրանց պարագայում բազում պարկեշտ եւ ախոցելի մարդկանց տեսնում ես ինչ օրն ենք բայց այդ մարդուն ինչու չեն կարողանում Ինչու չեն կարողանում այնպիսի մարդ է հաղորդումից հետո կասեմ, հա, ուղղակի նորից անվանական չասելու համար, այնպիսի մարդ է, որ բոլորս ենք ճանաչում, որ ինքը շատ ակնհայտ ընդդիմադիր է, բայց շարունակում է մնալ պետական պաշտոնյա, դպրոցի տնօրեն եւ որևէ մեկը չի կարողանում ասել այդ մարդուն քո աչքի վերևը ունք կա։ Իսկ դրա համար ես կարծում եմ, որ ովքեր որ ենթարկվում են իշխանական ճնշումներին, դրանք որոշակի խոցելի տեղեր ունեն։ Եվ բացի դրանից, այսինքն շանտաժ կարող են անել, կոմպրոմատ կարող են մեջտեղ բերել, իսկ ամեն մարդ չի, որ կարողանում է դիմադրել, դիմակայել այդ ամենին։ Հանրային հեռուստատեսությունում էի աշխատում, դե իմ կյանքում 5 ամիս դժբախտություն եմ ունեցել հանրային հեռուստատեսությունում աշխատել։ Այս սրանց օրոք։ Սրանց օրոք։ 20 թվականի ուրեմն օգոստոսից մինչև դեկտեմբերի 31։ Դե բնականաբար ընտրություններից հետո ես բացահայտ դա տեսել եմ բոլորը քննադատում է այս իշխանությանը, երկու անգամ ազգային անվտանգության ծառայությունից հանրային հեռուստատեսությունում եկան ինձ հետ հանդիպելու։ Տնօրենի ներկայությամբ, ՀՄԿ-ի տնօրենի ներկայությամբ եւ ինձ ասում են դե գիտես ինչ դու պետական աշխատող ես, դու իրավունք չունես իշխանությանը քննադատելու։ Ես հարց եմ տալիս։ Ես աշխատանքի շրջանակում, այսինքն ՀՄԿ-ում կամ ՀՄԿ-ի տարածքում տեսել եք որպեսի որոշակի քաղաքական թեպետ ես այդ ժամանակ որ լրատվամիջոցում եմ, ի վերջո լրատվությունը նաև քաղաքականություն է, բայց տեսել եք որ անեմ, չէ, բա ինչի համար եք սահմանափակում, դե գիտես ինչ քո համար կարող է լավ բաներ չլինեն, ասում եմ, իսկ ինչը կարող է վատ բան լինել, ավելի վատ բան, քան հայրենիք կորցնելը, ինչը կարող է լինել, դե աշխատավարձի կրճատում, շատ լավ։ Դիմումը գրեցի, տվեցի իրենց, ասի խնդրեմ։ Գիտես, մենք էլ կարող ենք 750,000 դրամ աշխատավարձ տալ, արի դու ձայնդ կտրի, ավելի ոչինչ մի խոսի, արի մնա, կդառնաս մեր լավ ընկերը։
ասի գնացի ժողովուրդ։ Դուրս եմ գալիս, հետևիցս հարցնում են, իսկ կարող է 1.5 միլիոն դրամով համաձայնես։ Իհարկե դուրս եկա։ Հիմա բայց շատ մարդիկ կան չեն կարողանում դրան։ Շատ մարդիկ կան անվտանգությունը, հայրենիքը ստորադասում են։ Շատերը, այո, նայրի, կիսելով քո տեսակետը, այսօրվա դրությամբ շատերը հոգու խորքում կարող է շատ լավ հասկանում են երկրում ինչ է կատարվում, բայց այդ փողը գայթակղությունը։ Այդ չէ, եկեք հենց ասենք, այդ փողը, մի փոր հացը ինչի չենք ուզում ասել, էլի ուզում ենք տենց կուլտուրական ձևակերպումներ գայթակղություն էլի։ Այդ մի փոր հացը, այդ փողը, բայց լավ, այսօր դա կա, օրինակ։ Այն մարտահրավերները, որը բերել է այս իշխանությունը, որի արժև կանգնեցրել է մեր պետականության լինել չլինելը, դա եւ այն մյուսը Բաղդադելի են իրար հետ։ Այսինքն այդ աշխատավարձը լավ այսօր կա, ծախսում ես միջև ամսվա կես վերջանում է այդ գումարը, բայց մնացածը մենք ինչն ենք ինչի դիմաց տալիս։ Ես սա եմ ուզում հասկանալ։ Հետևաբար իմ կարծիքով այդտեղ բոլորը օդ հա կոպիտ ասած այդ իրենց հայրենասիրական մղում կոչվածը, այդ մարդկանց վայ ես սիրում եմ իմ հայրենիքը տանջում եմ, օդ Որովհետև գիտեք, մարդը եթե եղել են դեպքեր, շատ դեպքեր են եղել, պետական պաշտոնյաներ, փոքր, մեծ, մանր, միջին եւ այլն, որ դե ես մնում եմ օրինակ դպրոցի տնօրեն, ես մնում եմ վարչության պետ, ես իմ հոգում ընդդիմադիր եմ, բայց գիտես, այ ես որ դուրս գամ, դպրոցը կփլվի, ես որ չենթարկվեմ իրենց, ասում եմ, դու ենթարկվում ես իրենց, քո պաշտոնն ես պահում, երկիրդ փլվում է։ Ինչ տարբերություն, որ երկիրը փլվեց դու դպրոցն ես կարողանում պահել։ Երկիրը որ փլվեց, բոլորը մնալու են փլատակների տակ։ Իհարկե, հետևաբար թույլ տվեք չհավատալ իրենց այդ նվնվոցներին, վայ, մենք սիրում ենք հայրենիքը, բայց ստիպված տրվում։ Կարող է մարմնավաճառն էլ սիրում է հայրենիքը, կամ մարմնավաճառը սիրում է, ասենք, լինել բարոյական, բայց ինքը փողի համար մարմինը վաճառում է։ Ինչ տարբերություն։ Իմ կարծիքով չկա տարբերություն։ Հետևաբար այդ մարդկանց, որ ասում են, վայ, մենք այսպես այնպես, բայց որպեսի ես, չգիտեմ, իմ աշխատանքը կարողանամ լավ կատարել, պիտի ենթարկվեմ իշխանությանը, ես օրինակ կրթական համակարգի մարդկանց միշտ ասել եմ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ եւ այլն, ասել եմ, ոչ ոք ձեզ չի խնդրում դուք լինեք ընդդիմադիր։ Ձեզ ընդամենը խնդրում ենք եղեք ձեր աշխատանքին հավատարիմ։ Օրինակ ուսուցիչ դպրոցը կրթական համակարգը իրավունք չունի քաղաքականության մեջ մտնելու։ Տեսակ ինչեր արեցին։ Պես Քարոզ Արշավի ժամանակ թե համայնքների դպրոցների ուսուցիչները դրոշներով աշակերտներին հետևներից գցած ոնց էին գնում այդ Ժաննամր Անդրեասյանը ասում էր նախարարը ասում էր մենք պիտի պատասխանատվության ենթարկենք։ Ես խոստանում եմ անվանական տալու եմ հիմա մենք ցուցակ ենք կազմում հիմնադրամում եւ այդ բոլոր մարդիկ, այդ բոլոր տնօրենները հատկապես կամ տնօրինությունը, փոխտնօրենները եւ այլն, ովքեր ներգրավել են քաղաքական քարոզչության մեջ, իդեպ կարեւոր չէ ընդդիմություն թե իշխանություն, որտեւ եթե մենք ուզում ենք իրոք իրավական երկիր կառուցել, պիտի հաշվի չառնենք։ Բոլորի պարագայում, այո։ Ինչ են արել այդ մարդիկ, տեսնենք պատասխանատվության կենթարկեն։ Նայրի, ես մի թեմայով եմ ուզում կիսվել քեզ հետ, ես վերջերս Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում հորիցը ստացած ժառանգություն է, բայց դա այսպես պապական հնացած մի տուն էր, որը ես վերակառուցեցի, բավական մեծ ներդրումներ այդտեղ արեցի եւ հիմա կարելի է ասել շատ ավելի հաճախ ես այդտեղ եմ մնում, քան Երևանի իմ տանը։ Ես գիտեմ, որ դու էլ որոշ ժամանակ քաղաքից հետո նաև իհարկե գիտեմ ես մարզում եմ ապրում։ Այո, դու մարզում ես ապրում։ Ինձ համար վերջին այս 1 տարին այդ մարզային բնակչության հետ շփվելը նոր ու նոր տարբեր տեսակետներ է բացահայտել եւ այնպիսի ճշմարտություններ, որից միշտ ինքս խուսանավել եմ, մտածել եմ, որ չէ, դա այդպես չի։ Տես ուրեմն ինչեր կատարվում։ Մենք հիմա դպրոցների մանկավարժների մասին ենք խոսում։ Իհարկե չհաշված, որ ես այդքան մեծ շփումներ չունեմ այդ համայնքային բնակչության հետ, ոչ թե որ ցանկություն չունեմ, այլ ժամանակ չունեմ, այո, որտեղ կարող է առավոտյան գնամ, երեկոյան ուշ կամ եւ առիթ չլինի շփվելու, բայց որքանով որ, հա, այսպես ասեմ։ Ուրեմն ինչն էր հիմնական կարևոր թեմաները, ես չեմ ասում խուլ գյուղ, դա Աշտարակ համայնքն է, Փարպի համայնքն է, որը Աշտարակ համայնքի խոշորացված համայնքի մի մասն է։ Ուրեմն ինչ էին ասում։ Ասում են դե պիտի մենք Նիկոլին ընտրենք, որովհետև մեր ճանապարհները սարքել է։
մենք պիտի Նիկոլին ընտրենք, որովհետև մեր փողոցի լույսերը արել են։ Սա Նիկոլի հետ կապ չունի, էլի, ուզում եմ մի հատ, որովհետև դա համայնքային աշխատանք է եւ դա պարտավոր է անել յուրաքանչյուր համայնքապետ։ Այո։ Մենք պիտի Նիկոլին ընտրենք, որովհետև նայի մեր ավտոբուսի գծերը արել են, էս էլ մասնավոր սեկտորն է, իդեպ ասեմ, որ Ծառուկյանի ընկերությունն է այդ տենդերները շահել, այդ տրանսպորտն են որ լավացել է, այստեղ էլ Նիկոլը вообще ներողություն առհասարակ կապ չունի։ Հիմա ուրեմն սրանք են հիմնական գրավականներն են, ես հաճախ իմ Երևանաբնակ ընկերների հետ որ խոսում ենք, եսը չէի պատկերացնում։ Հետո արդեն սկսեցի իրենց համոզել, որ ժողովուրդ տենց չի։ Այս մարդիկ մեր մարզային բնակիչներ բոլորին այլ մոտեցումներ ունեն, ընտրություններին, ասում են, ինչ ես խոսում, ասում են կգաք հետները կշփվեք, կհասկանաք։ Այ հիմա ինչ հասա։ Այսինքն ընդհանուր իրենց բնազդը պաշտպանական կորցրած վիճակա, թե իրականում պետությունը, հայրենիքը սահմանափակվում է այդ ասֆալտով, լույսով ու մեկ էլ ինչ ասեմ, տրանսպորտը որ լավն է, բայց այս ամեն ինչից որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի, էլի իրականում։ Բայց մարդիկ իրեն ձայն են տվել հաշվի առնելով դա։ Սա ինչ է։ Մենք ես նորից եմ ասում, մենք նաև որպես լրագրողներ, որպես հանրային գործիչ, դու շատ հետևորդներ ունես նայերի, մարդիկ քեզ կարդում են, այո, շատերը քեզ հետ համաձայն չեն, շատերը քեզ հետ վիճում են։ Բայց ես կարծում եմ, որ մենք կոնտենտ ստեղծողներ ենք ակամայից։ Այ մենք ինչը չենք կարողացել հստակ հասկացնել, որ ժողովուրդ ասֆալտը չի, էլի պետությունը, ասֆալտը չի հայրենիքը, ոչ էլ այդ գիշերային ու փողոցային լույսերը։ Կան շատ ավելի լուրջ վտանգներ։ Այս մասով կուզեմ քո մեկնաբանությունը ասել։ Նախ դրա հետ միաժամանակ։ Մի քիչ շատ նախաբանս երկար է կներես։ Շատ բովանդակային է։ Ուղղակի ուզեցի ասեմ, թե ինչի պատճառով եմ հայտնվել եւ իմացել դա, որ իմ խոսքն էլ վստահելի լինի, թե չկարող ասեն, այս երևանցին եկել այստեղ մեզ բան ա սովորացում, չէ, ես ձեր մեջ ապրում եմ հիմա ու ես գիտեմ ճիշտը, դրա համար եմ ասում։ Այո։ Այդ կոնտեքստում մի օրինակ էլ բերեմ, հենց հիմա գիտեք, որ Ռուսաստանը, որը մեր ամենամեծ շուկան է, օրինակ միրգ, բանջարեղեն չի ընդունում Հայաստանից եւ օրինակ Հայաստանում ծիրանը պրոբլեմ է, հա։ Ամեն ինչը արդեն ձկնամթերքը ամեն ինչը։ Ես հատուկ ծիրանն եմ ասում։ Լավ, արի ծիրանից խոսենք։ Արարատի մարզի, ուրեմն Արմաշ գյուղում, որտեղ ուզում էին ճանապարհ փակել, Նիկոլի դեմ բողոքել եւ այլն։ Ուրեմն ուժեղ Հայաստան կուսակցության համակիր, անդամ, որոշ գործարարներ կազմակերպել էին որպես օգնություն տեղի բնակիչներին, մթերում էին կազմակերպել տեղացիների Արմաշի բնակիչների ծիրանը։ Այս նորվա բան ես ասում։ Մի քանի օրվա բան եմ ասում։ Արմաշցիների այն մարդիկ, ովքեր իրենց ծիրանը վաճառել են ուժեղ Հայաստանի համակիր գործարարներին, վեր են կացել հայտարարում են ապրի մեր Նիկոլը, տեսակ ոնց կազմակերպեց մեր ծիրանը տարան Եվրամիություն։ Այո, դրա համար դա հիշեցի։ Իմ հետ էլ է պատահել նման բան։ 2022 թվականից մինչև 26 թվականի հունիսի 7-ը ես շատ մեծ աշխատանք եմ տարել Հայաստանի առաջնագծի կահավորման, բանակի ուժեղացման աշխատանքների առումով։ Ամեն ինչ արել եմ, բացի զենք տանելուց։ Քողարկիչ ցանցեր եւ այլն, միայն 24 թվականին 25000 քառակուսի մետր տարածք առաջնագծում, իսկ դա հսկայական տարածք է։ Մենք քողարկել ենք, կազմակերպել ենք, որ թշնամու ԱԹՍ-ները եւ դիպուկահարները չտեսնեն մեր զինվորին, այսինքն հայ զինվորի առաջին գծում կանգնած զինվորի կյանք ենք փրկել, որը կարողանա նաեւ ավելի արդյունավետ գործել։ Բայց ինչ ենք մենք տեսել, այդ նույն զինվորը վեր էր կենում, ասում էր ապրի կառավարությունը, ապրի ՊՆ-ն մեզ ամեն ինչով ապահովում է։ Գաբիոններ ենք տրամադրել եւ այլն։ Շատ լավ, եթե ձեր կառավարությունն է, ուրեմն թող ձեր կառավարությունն էլ ապահովի, ես չեմ պատրաստվում։ Հիմա երկար ժամանակ ես դադարեցրել եմ, որևէ բան բանակի համար չեմ անում։ Նույն կերպ ասենք ներքին հանդ գյուղը Սյունիքի մարզի, որ նախկինում մինչև 20 թվականի պատերազմը ինքը խորը թիկունք էր, հիմա 3 կողմից շրջափակման մեջ է ու երբ թշնամին ուզի մի քանի ժամում կգրավի այդ գյուղը, բայց գյուղացիները օրինակ Նիկոլ Փաշինյանից ուզել են ոչ թե անվտանգություն, այլ իրենց տների տանիքները փոխել, որպեսզի ջուր չկաթա։ Հիմա հարցին ավելի ուղիղ գամ, ինչու է այդպես։ Ես հենց այդ եմ ուզում։ Ինչու է այդպես։ Տես կարևորը
չնչին անկարևորի հետ փոխելը եւ առաջնահերթություն տալը, չեմ հասկանում։ Իմ կարծիքով դա իմ կարծիքն է, գուցե սխալվում եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, դա գալիս է ուրեմն տարիներ շարունակ մեր հանրության մեջ ներդրված այլասերված այդ արտաքին այդ գրանտակեր որոշակի ՀԿ-ների այսպես կոչված մարդու իրավունքներ եւ այլն եւ այլն։ Այդ քաղաքացիական հասարակությունը, հա, որ կա։ Բայց այն, որովհետեւ կա նորմալ քաղաքացիական հասարակություն, չէ, պաշտոն ստացած քաղաքացիական հասարակության մասին։ Սորոսականների մասին է խոսքը։ Սրանց բերած այսպես ճակերտավոր արժեքները, որոնք բերում էին ամեն տեսակի, մենք գիտենք ինչ։ Եվ երկրորդը կրթության ոչնչացում։ Մեր հասարակության մեջ կրթությունը որպես այդպիսին, կրթությունը միայն զուտ գրագիտությունը չէ, կրթությունը նաև արժեքներն են։ Ցավոք սրտի տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ կրթությունը զրոյացած է։ Մարդիկ, որոնք չեն ճանաչում հայրենիքը, մարդիկ, որոնք չգիտեն հայրենիքի արժեքը, մարդիկ, որոնք ընդհանրապես պատմություն չգիտեն։ Եթե մարդը չգիտի, օրինակ, Արցախի մասին, ես այստեղ մի հատ շատ հետաքրքիր ինձ համար դիպուկ պատմություն եմ միշտ պատմում 2020 ուրեմն 4 թվականին ես Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Սարչապետ գյուղում էի։ Ուրեմն այս գյուղում ծանոթացա մի պապիկի հետ 70-89 մոտ պապիկ էր վառ նիկոլական։ Ներողություն որ թիվներ դա 24 թիվ։ Հա Վերջերս։ Ուրեմն այս մարդու հետ մի քիչ զրուցեցինք, ասաց դու Քոչարյանական ես, ես քո հետ չեմ խոսալու։ Ասի ես ազգային մարդ եմ, հա, ես ընդունում եմ Քոչարյանին, ես հարգում եմ, ես նրա կողմնակիցն եմ, բայց տվյալ դեպքում արի խոսենք որպես հայ։ Ասում ինչի համար ես դու Նիկոլ Փաշինյանին շատ սիրում։ Ձեր ասացի նման ասֆալտ արել, մեր գեղի ասֆալտը մեզի 3000 այն ժամանակ 3000 դրամ թոշակ եւ այլն, ասի արի ես քեզ մի հատ ավելի լավ բան առաջարկեմ։ Ասի ասֆալտը մինչև ուր է հասել, բա գեղի եկեղեցու կուշտը։ Շատ լավ։ Արի ես քեզ առաջարկեմ, այդ ասֆալտը գալիս հասնում է յուրաքանչյուր բնակչի տան շեմը, գումարած քո թոշակը 15-ից 20000 դրամով է բարձրանում։ Դու առոք-փառոք ապրում ես քո գեղում։ Հա, ես քո ցավը տանեմ։ Ասի, բայց մի հատ տարբերությամբ, մի հատ բան պետք է դուք անեք։ Ինչ։ Ասի տեսեք, Սարչապետի կողքը երկու հատ գյուղ կա, չէ՞, Արծնի եւ Ապավեն գյուղերն են։ Այո։ Ասում եմ, դու ճանաչում ես այդ գյուղերը, եղել ես այդ գյուղերում, ասում եմ, իհարկե, մեր գյուղերն են, իմ մանկությունը այնտեղ անցել, հրաշալի գյուղեր են, բաներ են։ Իդեպ որպեսի մարդիկ իմանան, Սարչապետը, Արծնին եւ Ապավենը ուղիղ Վրաստանի սահմանագծին մոտ են, էլի։ Եթե Սարչապետը ավելի զարգացած գյուղ է, Արծնին ու Ապավենը ճանապարհներ չունեն, շատ սոցիալապես վատ պայմաններում են ապրում, ու պլյուս դրան Վրաստանից էլ թուրքերը գալիս են պարբերաբար սահմանն անցնում, գյուղի բնակիչների կենթանիները գողանում տանում են։ Հիմա, այո, հենց հիմա մեր ԱԱՑ-ն իբր թե աշխատում է նույն Արծնի գյուղից վերջերս էլ էին գողացել։ Թուրքերը մտնում անասունը տանում են։ Այո, այո։ Եվ այսինքն պաշտպանված չեն։ Ներողություն, ո՞ր մասից են թուրքերը գալիս։ Վրաստանի, Մարնեուլի շրջանի։ Մարնեուլի ադրբեջանցիների մասին է խոսքը։ Դե նույնն են, էլի ադրբեջանցի։ Չէ, ուզում էի հասկանալ, Մարնեուլը, որովհետև ամբողջությամբ ադրբեջանաբնական, այնտեղ կողքի գյուղերն է, բայց այնտեղ հայերի հետ միքս ապրում են, գիտես, չէ։ Հա, բայց ամեն դեպքում ես փաստերն եմ ասում դրա մասին։ Այո, այնտեղից գալիս անասուն, ահա։ Եվ այս պապիկին ասում եմ, տես, ուրեմն Արծնի եւ Ապավեն գյուղերը տալիս ենք Վրաստանի թուրքերին, ծախում ենք։ Եվ այդ փողը, որ կտան Վրաստանից կամ թուրքերը կտան, այդ փողը կդնենք Սարչապետի վրա կզարգացնենք։ Ես ուզում եմ իր բառերն ասել, իրենց բարբառով։ Մենակ չասես, որ համաձայն։ Բայ մալ կեղնի, չեղնի այդ մալ բան։ Ինձի պետք չի, ձեր ասֆալտն էլ, ձեր թոշակն էլ ինձի պետք չի ասում։ Ասում եմ, բա ոնց, բա դու ես ուզում։ Չէ, բա մեր Արծնին, բա մեր Ապավենը, բան, դա մեր հայրենիքն է, ասի։ Այ քո ցավն էլ տանեմ։ Հիմա արի քեզ հարց տամ, իսկ Արցախը մեր հայրենիքը չի։ Այս մարդը այստեղ զգաց իր մաշկի վրա զգաց։ Հա, կոնկրետ օրինակի թիրախի վրա։ Այսինքն, հիմա եթե Փարպիի բնակչին, հա, դու ասես, որ ձեր գյուղի ասֆալտը, ձեր դպրոցի, չգիտեմ, վերանորոգումը հնարավոր է, որովհետև կողքը, ասենք, մի քիչ այն կողմ կա Մուղնի գյուղը, հա, եւ Մուղնին տալու են թուրքին, որպեսի Փարպին լավ սարքեն, այդ մարդը իր մաշկի վրա զգալու է։
Բայց քանի որ մարդիկ հայրենաճանաչ չեն, չգիտեն հայրենիքը ինչ է, իրանց համար ցավոք սրտի մեր ժողովրդի բնակչության համար։ Ես տարբերակում եմ, կա ազգ եւ կա բնակչություն։ Մեր ընդհանուր առմամբ ժողովուրդը բաղկացած է ազգից եւ բնակչությունից։ Ազգի համար հայրենիքը նվիրյալ է, իրենք ճանաչում են հայրենիքը, իրենք հայրենիքի համար պայքարում են, իրենք գիտեն պետականության արժեքը, հայրենիքի արժեքը ճանաչում են։ Բնակչության համար որտեղ հաց, այնտեղ կաց, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։ Դու բնակչությանը պետք է կարողանաս սարքել ազգ։ Իսկ դրա համար նախ պետքա կրթություն, դրա համար պետքա պատմության իմացություն, դրա համար պետքա հայրենաճանաչություն, որ փարպիում ապրողը միայն փարպին չճանաչի, լավագույն դեպքում չգնա աշտարակ։ Ես կիսում եմ քո տեսակետը, հրաշալի բան ես ասում, որին մենք մեծամասամբ համաձայն ենք, բայց ես բազում կրթված մարդկանց եմ տեսել, պատմության ուսուցիչների, որոնք շատ լավ պատմությունը գիտեն, հայ ժողովրդի պատմությունը գիտեն։ Իրանք ոչ թե ծպտյալ նիկոլիզմով են տառապում, ախտով են տառապում, այլ իրենք բացահայտ, նույնիսկ քարոզում էին, որպեսզի գնան բոլորը ընտրեն ՔՊ-ի։ Եվ այդ կանայք, նաև տղամարդիկ, հայ ժողովրդի պատմություն էին դասավանդում հանրակրթական դպրոցներում, մի մասը ավարտել էր Երևանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, մի մասը մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը եւ, չգիտեմ, ամբողջությամբ պատմության ուսումնասիրողներ էին, էլի, այսպես կարող ենք հասկանալ։ Մեկը դպրոցի ուսմասվար էր իդեպ, ես էլ հիմա անունները չեմ տա, պատմաբան, բա այս դեպքում ոնց անենք։ Այդ մարդն էլ հոլավ գիտեր իր երկրի պատմությունը, իր ժողովրդի պատմությունը։ Համաձայն եմ։ Այստեղ նորից վերադառնանք Աբրահամ Մասլոուին, Մասլոուի բուրգին։ Ուրեմն 3 մասից է։ Ես ընդհանրապես, երբ որ փորձում եմ հանրության հետ աշխատել, բանաձևեր եմ ինձ համար հասկանում, էլի։ Կա Աբրահամ Մասլոուի նշած այդ Մասլոուի բուրգում 3 հիմնական պահանջմունքների հատված կա։ Շատ են, բայց հիմնականը 3-ն է։ Ուրեմն ֆիզիոլոգիական զանգված, որ այդ բնակչությունն է, հա, ազգ, որը ամենավերևն է, ֆիզիոլոգիականը ամենաներքևն է, եւ բուրգի մեջտեղում կա սահմանային նեյտրալ զանգված։ Սրանք մարդիկ են, մոտ 15% յուրաքանչյուր հանրության մեջ։ Սրանք մարդիկ են, որոնք գիտելիք ունեն, կրթություն ունեն, բայց հայրենիք չունեն։ Սրանք մարդիկ են, որոնց գիտելիքը նյութի ոչ մի օգուտ չի տվել։ Օգուտ չի տվել։ Այդ մարդը կարող է պատմության օրինակ մասնագետ լինի, բայց պատմությունից բան չհասկանա։ Եթե օրինակ իմ ազգականներից մեկը ինձ հորեղբայր է որպես այդպեսին, բարձ ասեմ, ինքը հայոց լեզու գրականության մասնագետ։ Գիտեք, ինքը ասում է, օրինակ թուրքերը որ մեզ կոտորել են, լավ են արել։ Ասում եմ ինչու՞։ Ասում եմ, դե չկոտորվեինք։ Ասում եմ, ու դու համարվում ես հայոց լեզու գրականության մասնագետ, օրինակ դու կարդացել ես, ասում եմ, Ռանչպարների կանչը։ Ասում եմ, հա կարդացել եմ։ Ու ինչ ես հասկացել։ Դե ասում է, ինչի էին կռվում թուրքերի դեմ։ Դե ասում եմ, ճիշտ ես ասում, չկռվեին, որպեսի լրիվ կոտորվեին, ասում չէ, չկռվեին, որ չկոտորվեին։ Այսինքն ստեղ նորից գալիս է Այդ այսօրվա թեզերն է, էլի, մենք չկռվենք, որ չկոտորվենք, մենք պետք է ձեն չհանենք, որ բայց այդպես չի լինում։ Դե ինչի համար եմ սա ասում։ Մենք այդ ձայն չհանելու արդյունքում շատ հաճախ հենց կորցրել ենք ամեն ինչ։ Հենց մեր կորուստները ձայն չհանելուց է եղել։ Որ պատմության ֆակուլտետ ավարտելը Պետրոս Ղազարյանը թուրքագիտություն է ավարտել, հո թուրքագետ չդարձավ։ Սնասկի լրագրող էլ չի, ուր մնաց թուրքագետ լինի։ Հիմա այդ մարդը, ասում եմ, պատմության ֆակուլտետ է, ներողություն, թուրքագիտության ֆակուլտետ է ավարտել։ Հարցրեք ինքը թուրքերեն 2 բառ գիտի թե չգիտի։ Հիմա ինչ որ մի մասնագիտության դիպլոմ ունենալը դեռ չի նշանակում դրա մասնագետը կամ կրողը լինել։ Սա է խնդիրը։ Ցավոք սրտի այս իրականությունը մեր մոտ կա, բայց մենք նաև տեսնում ենք շատ ու շատ մարդկանց, որոնք իսկապես նույն այդ համայնքային բնակչության մեջ մարդիկ, որոնք առանձնապես կրթական բարձր ցենս չունեն, բայց իրենց մեջ այնպեսի ողնաշար ու հայրենիք ունեն, որ սենց շշմելու է, էլի, այսինքն էլի գալիս եմ այն եզրակացության, որ այդպիսի դեպքեր են լինում, իհարկե համարելով, որ համատարած ազգային գաղափարական կրթությունը ամենակարևորն է։ Ոչ թե ուղղակի կրթություն, որտեղ մենք տեսնում ենք երիտասարդներ, այո, նայրի, մենք տեսնում ենք երիտասարդներ, որոնք գնում են արտերկրում շատ լավ կրթություն են ստանում, նեղ մասնագիտական կրթություն են ստանում, այսպես կարող է լավ կարիերա անեն իրենց համար, հասնեն, չգիտեմ, ու շատ բարձր գումարներ ստանան, բարձր վճարվեն, բայց հայրենիք չկա իրենց մեջ։ Այդ երեխեքի մեծ մասը
ամբողջությամբ այսպես Եվ նաև դրա հակառակն էլ կա վերադառնում է, բայց շատ կարևոր է որ կրթական համակարգում լինի այդ ազգային ջիղը, ազգային ողնաշարի հիման վրա կառուցված լինի։ Լրիվ կիսում եմ։ Թուրքերեն իմանալ չիմանալու մասին Պետրոսի խոսեցիր, այ եթե լավ սովորեր թուրքագիտության ֆակուլտետում, այստեղ էլ կհասկանար, որ օրինակ թուրքերի ձևավորումը եւ վստահ եմ որ դու շատ լավ տիրապետում ես դրան, որտեղ դու պարբերաբար հա այդ պատմական բաները ներկայացրել ես նաեւ մեր հանրությանը, նրանց համար թիվ 1 խնդիրը միշտ եղել է ազգային գաղափարախոսությունը։ Իրենք են չէ որ միշտ ամեն օր դպրոց մտնելուց առաջ ասում են ես թուրք եմ, ես ուժեղ եմ, ես աշխատասեր եմ, ես թուրք եմ, ես ուժեղ եմ, ես աշխատասեր եմ։ Եվ իրենք այս 3 կարևորագույն, այսինքն ինչի ասում ես թուրք եմ։ Այսինքն սա իմ ազգային պատկանելությունն է, ասենք պարզ չէ լի որտեղից են եկել, ինչ են դարել, քանի ազգի հետ են սերվել, դարել են անունը վերջում թուրք։ Բայց այս սրա հիման վրա է այդ երկիրը դարձել պետություն, այդ ժողովուրդը դարձել պետություն, ազգ եւ այլն։ Հիմա մենք այն ինչն էլ որ մի թեթև ձևավորել էինք, ամեն ինչը փշրվեց։ Նայրի։ Մենք ունենք շանս վերականգնելու մեր ազգային ողնաշարը։ Միանշանակ ունենք, ես կարծում եմ, որ ողնաշարը ոչ թե փշրվել է, այլ ողնաշարը այսպես մի փոքր ոնց ասեմ, որ բժշկագիտական ինչ որ սխալ թույլ չտամ, ուղակի ազգայինը մի փոքր այստեղ նահանջել է, բայց ողնաշարը կա։ Ես տեսնում եմ, ես շատ ուրախ եմ, որ այո, մենք ունենք բյուրեղացած ազգային հատված։ Տեսեք, ասում եք, չէ, օրինակ, որ կան մարդիկ գնում են դրսում սովորում են, կորցնում են ազգայինը, բայց դրա լրիվ հակառակն էլ կա։ Շատ տարբեր է, էլի, իրավիճակը այնքան բան է, տարբեր է։ Օրինակ, իմ ազգականուհի մի աղջիկ կա, Քրիստինեն, երկար տարիներ ապրել սովորել է Գերմանիայում, ստացել է գերմանական բարձրագույն կրթություն, հիմա ամբողջ Եվրոպայում կապեր ունի, պարբերաբար Եվրոպայում, բայց ավելի ազգայնական է, քան իմ ճանաչած յուրաքանչյուր ազգայնական։ Եվ ես զարմանում եմ, անկեղծ շատ միշտ հիանում եմ այդ աղջկանով, որ ինքը աննահանջ հայրենասեր է։ Եվ դրա կողքին տեսնում ես, ասենք, մարդկանց, որոնք ասենք այդ նույն որտեղ որ ինքն է ծնվել, մեծացել, մարդկանց, որոնք այնտեղ ապրում են եւ համարում են իրենց ապրած վայրը թուրքական։ Այո։ Այսինքն խնդիրը այստեղ այո, լրիվ համաձայն եմ, որ գաղափարական կրթության մեջ է։ Այո, մենք երբեք չենք ունեցել, նաև մեր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ, այլև բոլոր կառավարման ժամանակաշրջաններում ազգային գաղափարական կրթություն չենք ունեցել։ Մեզ թվացել է թե կա, բայց իրականում դա շատ պսևդո է։ Հայրենասիրական երգելը դեռևս ազգային կրթություն չի։ Ես իրենք այդ մասին Ռոբերտ Քոչարյանի հետ մի քանի անգամ խոսել եմ եւ ինքը ընդունել է դա, օրինակ մի անգամ լավ հիշում եմ, ասած ես իմ կառավարման ժամանակ շեշտը դնում էի տնտեսության, լավ ապրելու գաղափարի վրա, այսինքն որ հասարակությունը կարողանա ապահովված լինել, ուժեղ բանակ ունենանք եւ այլն տնտեսական զարգացում, ասես բայց ընդունում եմ, որ մենք շեշտը չենք դրել ազգային գաղափարախոսության վրա, բայց երբեք ուշ չի։ Ի վերջո չմոռանանք 1941-44 թվականների ընթացքում օրինակ Ֆրանսիան նույն կարգավիճակում էր, ինչ որ այսօր Հայաստանն է, Մարշալ Պետենի կառավարման ժամանակ։ Ֆրանսիայում երբ որ խոսում ենք Ֆրանսիայի բնակչության, շեշտում եմ բնակչություն բառը, մեծ մասը ուրանում էր ֆրանսիական հեղափոխությունը, ասում էր որ իրենք ինչ են ունեցել Ֆրանսիան, ինչ է իրանից ներկայացնում, ինչ քաղաքակրթություն, ֆրանսիական ժողովուրդ, մարդիկ, բնակիչները դա էին ասում, եւ Մարշալ Պետենին այսպես ձեռքերի վրա էին տանում, որը ֆաշիստական Գերմանիայի ծառա էր, հլու հնազանդ կապիտուլյացիայի էր ենթարկել Ֆրանսիան։ Եվ այն բանից հետո, երբ որ Դե Գոլը կարողացավ իր շուրջը համախմբել փոքրաթիվ, բայց ձեր ասած ողնաշար ունեցող ֆրանսիացիների, այդ թվում մեր Միսակ Մանուշյանին, որը այո, ազգությամբ հայ էր, բայց ֆրանսիական, այսպես կրող էր, ցեղասպանությունից փրկված, հա, եւ
եւ կարողացան հաղթել, կարողացան միավորել եւ ճիշտ է այսօր Ֆրանսիան էլի գնում է կործանման ճանապարհով, որտեղ ինչքան հիմար արժեքներ ասես ինչ այս պետությունները տենց հեշտ ու հանգիստ չեն կործանվի, իրենք հետո ինչ որ ներքին իմունիտետ ունեն, նորից կարողանում են իրենց վերագտնել, վերաձևակերպել։ Հույս ունեմ եւ համարյա վստահ եմ։ Ծանր է էլի նայրի, մենք մի քիչ շատ ենք էլի չձևավորված դեռ, այս սա է, անընդհատ ինչ որ միտեղ հասնում ենք, նորից ոնց որ կանգ առնի այդ ամեն ինչը։ Ես հասկանում եմ ինչու է դա այդպես, որովհետեւ վերջերս մի հրապարակում էի արել, ուրեմն ասում եմ, տեսեք, ավելի հեշտ է տգետների միավորումը, քան գրագետների, խելացիների, գաղափարական մարդկանց միավորումը։ Ինչու՞։ Որտեվ համար այսպես ասենք, ուրիշ տեղ չգնանք։ Հիմա մենք երկուսով ճիշտ է շատ կարդացած, գիտելիքներ ունեցող գաղափարական մարդիկ ենք։ Փորձենք դուք փորձեք մի հատ գաղափար առաջ քաշեք, ասեք, որ օրինակ կարծում եմ, որ այս հարցերում այսպիսի արժեքային բան պետք է առաջ տանել, ուրեմն մեծ հավանականությամբ ես կսկսեմ ասել, այո, ճիշտ է, բայց իմ կարծիքով այսպես ու այնտեղ գործս հեշտ կլինի մյուս խմբի հետ։ Նրանք քանի որ տգետ են, մեկը կգա կասի, գիտեք ինչ, չգիտեմ, երկինքը կարմիր է, քանի որ տգետ են, չգիտեն, ասում են, օ, անհաղ թերոց քաժն 1000, որ մին զարկի ջարդի 1000։ Եվ սրանց միավորվելը հեշտ է։ Այստեղ ես ինձ համար միշտ ուղենիշ է իսրայելական հայտնի հրյա տեսաբան Թեոդոր Հերցլի գաղափարը 1896 թվականին, երբ որ ասում է, գիտեք, երբ որ դու խելացի մարդկանց փորձում ես ասել եկեք միասին մի բան մշակենք, դա չի ստացվի։ Անհնար բան է, որովհետև խելացի մարդիկ ունենում են գաղափարներ, իսկ գաղափարները երբեք բոլորի մոտ նույնը չեն լինում, բազում հարցեր։ Եվ բազում հարցեր, դու կազմիր այդ գաղափարները, կազմիր ծրագիրը, ի վերջո կա գաղափարախոսություն եւ կա գաղափարախոսական ծրագիր։ Գաղափարախոսությունը հայ ժողովուրդը իր 5000 տարվա ընթացքում վաղուց ստեղծել է իր հանճարեղ արժեքներով։ Թեկուզ մեր էպոսը, հա, որտեղ ամբողջությամբ ինքը գաղափարախոսություն է։ Մենք ունենք այնպիսի ազգային գաղափարախոսություն, ինչպես որ մեզ փոխանցել են Նժդեհը, Զորավար Անդրանիկը, Խրիմյան Հայրիկը, Հովանես Թումանյանը, երեք հենց Թումանյանի տուն-թանգարանում էի։ Այո, եւ այսպես ի վերջո մեր Նարեկացին, մեր հիմնական գաղափարախոսը Մովսես Խորենացին, սրանք բոլորը հիմնասյուներ են։ Ամեն ինչ։ Այո, ունենք։ Բայց մի բան է, երբ որ դու ունես այդ ամեն ինչը, այլ բան է, թե դա ոնց պիտի դու դարձնես միսու արյուն տաս դրան։ Այսինքն կա գաղափարախոսություն եւ կա գաղափարախոսական ծրագիր։ Իսրայելի դեպքում մենք միշտ հիանում ենք, չէ, հрьяաների այդ սիոնիզմով, գաղափարախոսությամբ, միավորվածությամբ։ 1800-ին նայելի եւ բանակն ու կրոնը։ Այո, հիմքում։ Բայց ինչպես 1896 թվականին նույն Թեոդոր Հերցլը մի հոդված է գրել, որ խոսում է հрьяաների աղետալի վիճակի մասին, ավելի վատ վիճակում են, քան մենք։ Ասում է հрьяաները մոռացել են իրենց ազգային լեզուն, եբրայերենը, չեն խոսում։ Այն ժամանակ իրոք մեռած լեզու էր։ Այո, արդեն համարյա կիսա ձուլվելու մեջ են եղել, էլի, հա, ասենք, ասում է հрьяաներին աշխարհում այսպես են համարում, այնպես են վատ իմաստով։ Ասում է հрьяաների 80%-ը չի ամուսնանում հрьяայի հետ, որ երեխան հрья չծնվի, եւ այսպես վատ, վերջում ասում է դա նրանից է, որ հрьяաների Թորան եւ Թալմուդը, իրենց գաղափարախոսություններն են, ժողովրդի մեջ ներարկված չի։ Այդ Թորայով եւ Թալմուդով ասում են։ Իրանց սուրբ գրքերն են։ Այո, սուրբ գրքերն սնվում են միայն սահմանափակ թվով մարդիկ, իսկ զուտ բնակչությունը միայն զբաղված է նյութով։ Եվ իրենք մշակում են մի քանի տարվա, 3 տարվա ընթացքում կարծեմ, մինչև 1899 թվականը հրեական պետություն եւ գերմաներն են սկզբում դեղ Յուդենշտատ կամ սիոնիզմ աշխատությունը, որը 1900 թվականից սկսած արդեն սկսում են իրենք գործնականում կյանքի կոչել, այսինքն գաղափարախոսությունը ինքը արժեք է, իսկ գաղափարախոսական ծրագիրը արդեն գործողություն։ Եվ իրենք սկսում են օրինակ 5 մեծ ալեա են կազմակերպում, մեծ վերադարձ հրեաների։ Մի քանի բան կա այնտեղ նշված։ Եվ հիմքում դնում են նայրի բանակը, այդ քո ասած կրոնը, որ այդ 3 հիմնական սյուները եւ կրթությունը։ Այս 3 հիմնական սյուների վրա էլ իրենց պետությունը ձևավորում են արդեն 40 թվականին։ Մի կետ կա, ասում է
հрյաներ աշխարհի, թողեք ձեր գերեզմանները, որտեղ որ ապրում եք, վերցրեք ձեր օրորոցները, որի մեջ ազգի ապագան է ննջում, եւ եկեք Պաղեստին, որտեղ պիտի ստեղծենք Իսրայել հայրենիքը։ Այսինքն հայրենիքի հողի գաղափարը։ Հիմա ցավոք սրտի մեզ մոտ, հայերիս մոտ կա այդ ողնաշարը, այն մարդիկ, ովքեր իրոք ազգի գաղափարի կրող են, բայց մի բան է ունենալ գաղափար, հիմա այսպես ասեմ, մի բան է ունենալ լավ կրթություն, այլ բան է չիմանաս այդ կրթությունը ոնց իրագործես։ Մի բան է ունենալ լավ գաղափար, լավ բիզնես սկսելու, պայմանական ավելի հասարակ բաներ եմ ասում, այլ բան է չիմանաս թե այդ բիզնեսը, այդ լավ գաղափարը ինչպես իրականացնես։ Դու կարող ես լինել շատ լավ հայրենասեր, հիմա ես ասեմ, ես ինձ համարում եմ հայրենասեր եւ հայրենաճանաչ մարդ։ Ինձ հաճախ օրինակ ընկերներս ասում են, այ դուք կլինեիք լավ վարչապետ, ասում եմ, չէ, չէի լինի։ Ինչու չէի լինի։ Որովհետեւ լավ վարչապետ լինելու համար պիտի ունենալ պետական կառավարման փորձ, ծրագիր եւ հմտություններ։ Ես կարող եմ լինել լավ, բայց մենք տենց մեկին գիտենք, որ ոչ նա ունի, ոչ նա, բայց վարչապետը քանդեց երկիրը, դրա համար քանդեց, որտեղ թուրքը գործակալ դարձավ։ Ազատվել, չեք տեսնում, մի հատ է ֆանտաստիկ սահմանադրություն ունենք։ Այդ սահմանադրությունով առհատ որը նախկին ղեկավարներից մեկը սիրուն կարեց, հացրեց սրան։ Այո, այդ եմ ասում, մենք ես դա էի ասում, ճիշտն ասած, այսպես արդեն գանք դեպի եզրափակման նայերի։ Ոնց կարող ես ունենալ մի սահմանադրություն, որ ոնց անես, ինչ անես, ինչ կերպ անես, չկարողանաս ազատվել սրանից, հասկանում ես, անգամ 49%, այդ որ երկրի սահմանադրությամբ են 49%-ով համարվում հաղթած։ Աշխարհի երկրների մեծամասնության սահմանադրությունները այնպես է ձևակերպված, որ պետքա գոնե 50+ ունենան։ Եթե 50-ից ներքև է գնում է երկրորդ փուլ։ Մեր մոտ 35 էլ հավաքի դառնա վարչապետ։ Ոնց էլի ոնց։ Որովհետև 1998 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ լեգիտիմ նախագահ էր եւ սխալ բաներ էր անում, կար Վազգեն Սարգսյան, որը ասում էր, լսի, դու սխալ բաներ ես անում, ես թույլ չեմ տա այդ սխալ բաներն անես։ Հիմա նայենք Հայաստանի կառավարությունում, կա Վազգեն Սարգսյանի կոշիկի չափ ինչ որ մեկը, որը Վազգեն Սարգսյանի եղբայր ցավոք սրտի, որը կապ չունի Վազգեն Սարգսյանի հետ։ Դե հա, Վազգեն Սարգսյանի արժեքների հետ կապ չունի։ Որ դրա հակառակ խորհուրդներն է իրեն տալիս։ Ում է Նիկոլ Փաշինյանը առաջ տանում մարդիկ, որոնք խոցելի են, որոնց որ մեկին էլ փորձես մի հատ ուշադիր նայել, ինչ որ մի լուրջ խոցելի տեղեր ունի։ Նիկոլ Փաշինյանը իր շուրջը համախմբում է այնպիսի պաշտոնյաների, որոնք ուժեղ չեն, որոնք խոսելու տեղ չունեն, որովհետև ամեն մեկի մասին դոսիե ունի, որ չկա մեկը այնտեղ, որ կարողանա Նիկոլ Փաշինյանին ասել, գիտես ինչ, ստոպ։ Ով էլ որ համարցակվի ասել, ինքը գիտի իր գլխին ինչ կգա, այդ բոլորին պարզ է։ Եվ վերջում նայերի մեր զրույցը գիտես, չէ, արդեն մոտ 1 ժամից մոտ 1 ժամ է մեր հարցազրույցը ընթանում, մենք այսպես շատ բազմաշերտ, բայց ինձ շատ հաճելի էր խոսել այս թեմաների մասին, նայերի, որտեվ մեր ժողովուրդը պետք է հասկանա նաև ինչ է տեղի ունենում մեր հետ այս պահին։ Շատ հաճախ արդեն քաղաքական գործիչներից հոգնել են, ասում են, դե էլի նորից էս Նայրին այն մարդկանցից է, այն փորձագիտական գնահատականներ տվող անձ է, հանրային գործիչ է, որ կարողանում է այսպես շատ խորքային շերտերը տեսնել եւ ես ուզեցի անպայման այսօր մեր զրույցը այս մասով տանենք, որ մի քիչ ավելի հասկանանք, թե ինչ հարեցինք մենք։ Ես էլի ասում եմ մենք, որտեվ դա մեր բոլորի խնդիրն է, չեմ ասում իրենք, մենք, մեր խնդիրն է։ Եվ որպես վերջաբան տեսնում եմ պիջակիդ վրա մեծ հայքի քարտեզն է։ Մենք տենց գիտենք մի խմբակ, որ Հայաստանի կրծած քարտեզն է անընդհատ իր հագուստի վրա դաջում, այսպես ասած, որ ինձ համար անկարելի է Հայաստանը այդ տեսքով, այս պարագայում էլ ասում են, լսեք, լավ, ամոթա, այս ինչեր եք անում, դուք ինչ որ պաթոսով եք տառապում, այս քարտեզը կրողներին էլ անմասը չեն թողնում պիտակավորելուց։ Ինչ գաղափարախոսություն ունի սա ձեր համար եւ հիմքում ինչ է դրված։ Առաջինը, սա առաջին կրողը ես չեմ, սա ես տեսել եմ մեր Բագրատ Սրբազանի մոտ եւ ինձ համար Բագրատ Սրբազանը ոչ միայն հարազատ մարդ է,
մեծ հայ է, ինձ համար նաև ուսուցիչ է եւ ես դա հիանալի հոգեվորական հոգեվոր արժեքների ես շատ հաճախ էի իր հետ հանդիպում մինչեւ կալանավորվելը ինձ հոգեվոր շատ մեծ արժեքներ է տվել փոխանցել եւ բացի դրանից այս գիտեք միշտ կարելի է ժամանակակից նյութական արժեքներով այսպես գայթակղվել եւ ասել իհարկե այն ինչը որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իր վրա կրում է դա Հայաստանի Արևելյան Հայաստանի Հանրապետության քարտեզն է այսօրվա գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության պայմանական բանակի հսկողության տակ գտնվող քարտեզն է եւ մենք այո պիտի պայքարենք այդ քարտեզը այդպեսին պահելու համար այո յուրաքանչյուր հայ իմ կարծիքով պետք է այն քարտեզը ինչ կա հիմա Նիկոլ Փաշինյանի վրա եւ ինչը որ մենք փաստացի ունենք պիտի այդ քարտեզին տեր լինենք պահենք եւ փայփայենք աչքի լույսի պես ոչ ոք այդ քարտեզը չի ուրանում բայց դա այսօր գոյություն ունեցող քարտեզն է բայց գոյություն ունի մի հայրենիք եւ որտեղ ես չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանի այն խոսքը որ ասում է հայրենիքը պետությունն է պետությունը հայրենիքի մի փոքր հատվածն է այսօրվա պետությունը մեր հայրենիքի տեսեք այս փոքրիկ հատվածն է այստեղ նաև Արցախը կա մեր հայրենիքն է նաև Արցախը մեր հայրենիքն է նաև հյուսիսային Արցախը Գարդվանը Նախիջևանը մեր հայրենիքն է Մուշը իմ նախնիների ծննդավայրն է Մուշը Ալաշկերտը Եվ ես իմ կյանքի նպատակը, որ երազանք չասեմ, որտեղ երազանք ես չեմ սիրում ասել, դա նպատակ է։ Այո, եթե ոչ ես, ապա իմ զավակները պիտի մուշում տեր լինեն։ Եվ այստեղ գիտեք, եւ դա ներողություն եմ խնդրում, դա պաթոս չի։ Երբեմն հիմարները ազգային գաղափարը համեմատում են պաթոսի հետ։ Պաթոսը կենացն է։ Կենացը այն, որ ասեն գնում ես ինչ-որ մի քեֆի տեսնում ես մարդը հիմարաբար սկսում է բանակի կենաց խմել։ Լավ է անում, որ կենաց է խմում, բայց ինքը իր երեխային փախցրել է բանակից։ Չէ, այդ չի։ Դա պաթոս է։ Իսկ երբ որ մարդը իրոք բանակի արժեքը հասկանում է, ինքը բանակի կենացը խմելուց բացի նաև բանակի համար մի բան է անում։ Այդ մարդը բանակը չի քանդում։ Երբ որ դու բանակի կենաց ես խմում, բայց քո երեխային չես թողնում բանակ գնա, դու ընդհանրապես զբաղված ես, այո, ոչ մեկ ես եւ զբաղված ես պաթոսով։ Եվ այստեղ այդ մասով, որ ասցիր չես ուզում ասել երազանք, այլ նպատակ, ամեն մարդ ոնց ուզում է իր իրավունքն է, կարող է մի մարդ էլ ասել դա իմ հիշողություններն են, ես ուզում եմ դա վառ պահեմ, որևէ մեկը իրավունք չունի մեր երազանքների, մեր նպատակների, մեր հիշողությունների նկատմամբ բռնանալ եւ ասել ոչ, դու պիտի դրանց մասին չմտածես, քոնը այս քարտեզն ամենակ։ Այո, ճիշտ եք ասում, փաստացի այս պահին այս քարտեզն է, բայց ինքս լինելով մորական կողմից արցախցի, ես ոնց կարող եմ ասենք այդ Արցախը այդպես դե լավ Նիկոլա ասեց վերջ Վերջ մենք էլ Արցախի մասին չենք, ոնց կարող է այդպես բան լինել։ Ոնց կարող է մարդը, այո, ոնց կարող է մարդը մոռանալ իր, չգիտեմ, ասենք, ես ամեն օր այդտեղ եմ, էլի, ամեն օր, ամեն հելը, այնպես չի որ թարմա դրա համար, ես իմ երեխաներին էլ եմ տարել, իրենք տեսել են այդ ամեն ինչը գիտեն եւ վաղ-մյուս օրը իրենք հենց անմիջապես ես չեմ որ պատմել եմ երեխաներս որ իմանան իրենք այնտեղ են եղել մինչեւ 3 տարի առաջ հասկանում ես եւ իրենք էլ իրենց երեխաներին են պատմելու եւ փառք Աստված տա որ գոնե իրենց երեխաները ես կարծում եմ իրենք իրենց երեխաներին կտանեն գոնե իրենց երեխաներին իրենք տանեն բայց այստեղ ուզում եմ մի հատ նորից համեմատություն անել թուրքերի հետ Թուրքերը այս 200 տարվա իրանց պատմության կենսագրության մեջ որ թուրքերը Թուրքիայի թուրքերը այո Թուրքիայի թուրքերը 200 տարվա պատմության մեջ անընդհատ գծում են մեծ թուրան ունենալու իրենց սահմանները անընդհատ այդ նպատակ ասեմ երազանք չի իրենց մոտ կոնկրետ ծրագիր է դա այ ձգտում են դրան ու իրենցից որևէ մի կառավարություն իշխանություն չի ասում Այ մարդ լավ թարգեք, հիմա էսա Թուրքիան սա է։ Չէ, անընդհատ իրենք այդ ակտիվ բանի մեջ են, թե ոնց միտեղից էլի մի բան պոկեն։ Ու այդ պոկվողների ցուցակում առաջինը մենք ենք, այդ իմացած եղեք։ Հենց առաջին պոկել տանելու։
2016 թվականի ես երևի երկար եմ խոսում, բայց հիշեցի սա, հա, գուցե սա հենց այդ եզրափակող խոսքը լինի։ 2016 թվականի, ուրեմն հունիսի 2-ին հերթական անգամ Արևմտյան Հայաստանում էի Մուշում հանդիպեցի Մուշի այն ժամանակվա քաղաքապետ Ֆեյատ Ասիայի հետ։ Ֆեյատ Ասիան ի դեպ ասեմ Էրդողանի ամենանեղ շրջանակի մարդկանցից մեկն է, հիմա էլ շատ մոտ է եւ ի դեպ Հայաստանի կառավարության հետ բավական լավ բանակցող կենտրոն։ Ինձ երկար խոսեցինք, ինքը ասաց բարով եք եկել ձեր հայրենիք, սա ձեր նախնիների հայրենիքն է, ասի ոչ միայն նախնիների, այլև իմ հայրենիքն է, ասաց հա, ճիշտ է, սկսեց այսպես թուրքերը ի դեպ ասեմ մի հետաքրքիր սովորություն ունեն, որը ի դեպ հիմա կարող է շատերը նեղանան դրանից, շատ նման է Հայաստանի բնակչության սովորությանը։ Այն որ քո կողքին կկանգնեն, ախպեր, ես քեզ եմ ընտրելու, բայց հետո գնում են Նիկոլային ընտրում։ Ուրեմն թուրքը եթե տեսավ քեզնից շահ ունի կամ վախ ունի, կասի, օ, սա քո հայրենիքն է, բարով եկար քո տուն եւ այլն եւ այլն։ Ուրեմն այդ Ֆեյատ Ասիային ասացի, հիմա որ դու այսպես ասում ես քո նախնիների հայրենիքն է։ Ինչ ես կարծում։ Վաղը մյուս օրը մենք հնարավորություն ունենք մեր նախնիների հայրենիքին տեր լինելու։ Ասեց դե եթե դուք մնացիք որպես Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի պետություն, կունենաք հնարավորություն, որովհետև կամ պիտի այս տարածաշրջանում լինի Թուրքիա, կամ պիտի լինի Հայաստան։ Ասացի իսկ հնարավոր չի որ լինի Թուրքիա եւ լինի Հայաստան։ Հետաքրքիր բան ասաց։ Ասաց մենք լավ ենք հասկանում, որ այս տարածքային բաները, իրավիճակը, սահմաններ եւ այլն շատ չի մնա։ Մի 20-25 տարի ոչ ավել։ Դա 2016 թվականի խոսակցությունն էր։ Ասաց Թուրքիան գիտես որ ունի դեռևս Աթաթուրքից եկած մի ծրագիր, որ կոչվում է HEDEF, թուրքերենից թարգմանաբար նշանակում է նպատակ, ծրագիր, հա, ապագայի նպատակ։ HEDEF 2023, 2035, 2053, 2071, սրանք թվականներ են։ Այդ իմ ասած ծրագրերով, ամսաթվերով ունեն, էլի։ Այո, 2023-ը հենց դեպի թուրքական երկու պետությունների ցամաքային միավորման եւ դեպի Ռուսաստանի հարավային շրջաններ ձգվելու այդ ժամանակաշրջաններ, դե տեսանք 23-ին ինչ եղավ, եւ 2000 այդպես որ գնում է 2035-ը ռուս-թուրքական պատերազմի ժամանակն է լինելու, մենք գիտենք որ ռուս-թուրքական 15-րդ պատերազմն է լինելու, եւ 2071-ը Մանասկերտի ճակատամարտի 1000-ամյակն էր, որ թուրքերը Ալթայից եկան ու հաստատվեցին մեր տարածաշրջանում։ Հիմա այդ 1000-ամյակով իրենք ուզում են նորից միավորվեն Ալթայի հետ, այսինքն ցամաքային այդպիսի, հիմա ձեր ասած այդ ծրագիրն է։ Բայց այնտեղ ինքը մի կարևոր բան ասաց, գիտես, ժամանակակից աշխարհը 1071 թվականի աշխարհը չի, երբ որ թուրու թվանքով գնաս, սպանես, գրավես։ Մարդկանց ուղեղների մեջ մտցրու, որ իրենք այստեղ քոչվոր են, բնիկների ուղեղների մեջ մտցրու, հետո կոտորիր։ Ասացի կհաջողեք, ասաց եթե դուք չհաջողեք, մենք կհաջողենք։ Այսինքն ինչ էր ասում, եթե դուք չհաջողեք որպես ազգ մնալ, եթե դուք համարեք, որ սա նյութ է, էլի այսօր ապրենք, ոչինչ, Թումանյանը մի լավ իրենց համար միևնույն է, իրենց նպատակների մեջ սպիտակի վրա սևով այդ ամեն ինչը գրված։ Հիմա կարող ենք մենք ոչ միայն թուրքերին թույլ չտալ այդ անել, այլև մեր ազգային ծրագիրը առաջ տանել։ Դե այս իրավիճակում այս պայծրությամբ մի քիչ լավ չեմ պատկերացնում, եթե երկրում բան փոխվի, ապա միանշանակ։ Ես կարծում եմ, որ կարող ենք, վստահ եմ, որ կփոխվի եւ վստահ եմ, որ այս ամեն ինչը անվերջանալի այսպես զսպանակի պես չի կարող էլի գնալ։ Ինձ թվում է ամառվանից հետո ամեն ինչ սկսելու է դեպի լավ գնալ։ Հուսով ենք։ Ասում են ոնց էր քանի տարի ասում են աշնանը թեժ է լինել։ Չէ, ես թեժի նման բան չէ, ես քաղաքական, քանի որ խոհանոցին չեմ տիրապետում, որովհետև ոչ մի կուսակցության մեջ չկամ, ոչ մի թիմի մեջ չկամ եւ հետեւաբար չեմ տիրապետում ներքին տեղեկատվության, բայց իմ եզրակացությունները, այն ինչը որ տեսնում եմ, կարծում եմ, որ այս ամառ ու ցանկալի է, որ ոչ մի բան չլինի։ Ուղղակի լավ կլինի, որպեսզի ընդդիմություն ավելի սկզբունքային լինի իր որոշումներում եւ ավելի երկարաժամկետ պլանավորում անի, ավելի հավատարիմ լինի իր խոսքին, իսկ թե ինչ կլինի աշնանը, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում։ Շնորհակալ եմ Նայիրի, ամենայն բարիք եմ մաղթում, եւս մեկ անգամ մեր հետևորդներին հիշեցնեմ, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել է հանրային գործիչ
Նայիրի Հոխիկյանին։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։